Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 6 Նաև օգնել եմ քեզ Եսայի 41-րդ գլուխ 10-րդ խոսք Երեկվա խոստումը մեզ ուժ տվեց անելու այն, ինչ պետք է անենք, բայց այս խոսքը մեզ նաև օգնություն է երաշխավորում այն դեպքերում, երբ մենք չենք կարող մենակ գործել։ Տերն ասում է. Ես կօգնեմ քեզ։ Ներքին ուժը լրացվում է արտաքին օգնությամբ։ Աստված կարող է մեզ դաշնակիցներ տրամադրել մեր պայքարում, եթե դա իր աչքին հաճելի թվա, եւ նույնիսկ եթե նա մեզ մարդկային օգնություն չուղարկի, նա ինքը մեր կողքին կլինի, եւ դա էլ ավելի լավ է։ Մեր ազնիվ դաշնակիցը ավելի լավ է, քան մահկանացու օգնականների լեգեոնը։ Նրա օգնությունը միշտ ճիշտ ժամանակին է։ Ամեն դժվարության մեջ, երբ օգնություն է անհրաժեշտ, նա միշտ ներկա է։ Նրա օգնությունը իմաստուն է։ Նա գիտի, թե ինչպես յուրաքանչյուր մարդու տրամադրել համապատասխան եւ անհրաժեշտ օգնությունը։ Նրա օգնությունը ամենաարդյունավետն է, մինչդեռ մարդկային օգնությունը անօգուտ է։ Նրա օգնությունը ավելին է, քան պարզապես օգնություն, քանի որ նա կրում է բոլոր բեռները եւ բավարարում բոլոր կարիքները։ Տերն է իմ օգնականը, ես չեմ վախենա մարդն ինձ ինչ կարող է անել։ Եվ քանի որ նա արդեն օգնել է մեզ, մենք վստահություն ունենք նրա հանդեպ ներկայի եւ ապագայի համար։ Մեր աղոթքն է. Տեր, եղիր իմ օգնականը։ Մեր փորձառությունն է. Հոգին օգնում է մեր թուլությանը։ Մեր սպասումն է. Ես կբարձրացնեմ աչքերս դեպի լեռները, որտեղից գալիս է իմ օգնությունը, եւ մեր երգն է. Դու Տեր, օգնեցիր մեզ։